Անցնենք Ամերիկայից կարևոր լուրերի, որտեղ կարծես քաղաքական քաոս է, էլիտաները խուճապի մեջ են, բողոքի ցույցերը կարծես կաթվածահար են անում երկիրը, Սպիտակ տունը ճաքեր է տալիս, իսկ համակարգի ներսում սկսվում է իշխանության վերաբաժանում, Թրամփին սեղմում են բոլոր կողմերից, թե արտաքին դաշնակիցները եւ թե ամերիկյան էլիտաները, տպավորություն է, որ երկրում զավթում են իշխանությունը, Պահպանողական կուսակցությունների համաժողովում տեղի ունեցավ քվեարկություն, որն ավանդաբար համարվում է Ամերիկայի ՄԱԳԱ-ի կորիզի տրամադրությունների բարոմետրը եւ արդյունքները ուղղակի ցնցող են։ Ռուբիոն բառացիորեն սկսել է կլանել Թրամփի ընտրազանգվածը, դուրս մղելով այնպիսի գաղափարախոսների, ինչպիսիք են Ստիվ Բենոնը, եւ աստիճանաբար նվազեցնում է նաեւ Վենսի ազդեցությունը։ Պետքարտուղար Ռուբիոն ցույց է տվել աջակցության ամենանշանակալի աճը 3%-ից հասնելով 35-ի, ինչը կապում են Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մեջ նրա ակտիվ դերի հետ, հատկապես Իրանի եւ Վենեսուելայի հարցերում։ Միևնույն ժամանակ Վենսի վարկանիշը ընկել է 8%-ային կետով։ Դիտորդները նշում են, որ ՄԱԳԱ-ի բազայի մի մասը սկսել է մտահոգություն հայտնել Իրանի պատերազմի տնտեսական հետևանքների պատճառով, քանի որ չափավոր հանրապետականները գրեթե բացակայում էին այս քվեարկությանը։ Սա նշանակում է, որ Ռուբիոյի բոլոր գործողությունները ու հայտարարությունները ուղղված են հենց ՄԱԳԱ-ի կորիզին, եւ այստեղ նա վստահորեն վերցնում է վերահսկողությունը։ Նրա հեղինակությունը այնքան է աճում, որ այժմ գրեթե բոլոր արտաքին քաղաքական քայլերը ՄԱԳԱ-ի շրջանակներում անցնում են նրա միջոցով։ Ամերիկայում սա արդեն սկսել են անվանել Դոնալդի դարաշրջանի ավարտը։ Ակնհայտ է, որ Ռուբիոն կարծես զավթում է այն վերահսկողությունը, որը նախկինում պատկանում էր Թրամփին, գծագրվում է էլիտաների պայքար, ամենահամարձակ մեկնաբանները խոսում են Ամերիկայում փաստացի քաղաքական հեղաշրջման մասին, Ռուբիոն վստահորեն ղեկավարում է գործընթացները, հաջողությամբ մեկուսացնելով Թրամփին եւ նրա մրցակից եւ իր մրցակից Վենսին եւ կառուցելով սեփական բացարձակ իշխանությունը։ Ճիշտն ասած, գնահատականները այնքան իմ կարծիքով ուռճացված են թվում, որ կարդում ես եւ զարմանում ես։ Ամերիկայի կոնգրեսում հնչում են Թրամփին պաշտոնանկ անելու ակտիվ կոչեր։ Այս պահին 26 թվականի ապրիլի սկզբին պաշտոնական իմպիչմենտի գործընթաց դեռ չի սկսվել, բայց դա արդեն չի բացառվում։ Թրամփի հայտարարությունը այն մասին, որ ամբողջական քաղաքակրթություն կկործանվի այս գիշեր, որով նա սպառնում էր Իրանին, նրա դեմ մեծ ալիք բարձրացրեց։ Դեմոկրատները նախագահին մեղադրեցին անօրինական պատերազմի նախապատրաստելու եւ կոնգրեսի լիազորությունները խախտելու մեջ, այ որ երբեմն իմ եթերներում Թրամփին խորհուրդ եմ տալիս երբեմն ծամել խոսելու փոխարեն հենց այս դեպքն է, թե ասա ինչի դեր պետք նման հայտարարություններ անել, հա։ Ինքը իր գլխին կարծես փորձանք է բերում։ Դա եթե մարդը ոչ կոմպետենտ է, սա արդեն նորմ է իր համար։ Ապրիլի 6-ին կոնգրեսական Ջոն Լարսոնը ներկայացրել է 1155 բանաձևը, որը պարունակում է իմպիչմենտի հոդվածներ։ Թրամփին մեղադրում են ռազմական իշխանության յուրացման, Իրանում եւ Վենեսուելայում ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ միգրանտների արտաքսման նպատակով իրավապահ մարմինների անօրինական միլիտարիզացիայի մեջ։ Ավելի քան 85 դեմոկրատ օրենսդիրներ պահանջում են կամ իմպիչմենտ կամ Թրամփի հեռացում համաձայն սահմանադրության 25-րդ ուղղման, համարելով նրան ոչ պիտանի պաշտոնի համար իր անկայուն վարքագծի պատճառով։ Իրավիճակը չափազանց լարված է, սակայն հաջողված իմպիչմենտի եւ սենատում դատապարտման հավանականությունը ներկայումս գնահատվում է ցածր մի քանի պատճառներով, եւ ներկայացուցիչների պալատը եւ սենատը այս պահին վերահսկում են հանրապետական կուսակցության կողմից, ինչը անհաղթահարելի արգելք է ստեղծում նախագահի դեմ գործընթացների համար։ Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը դեռևս կենտրոնանում է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման քվեարկության վրա, դա համարելով ավելի իրատեսական նպատակ, իսկ սահմանադրության 25-րդ ուղղման կիրառման համար անհրաժեշտ է փոխնախագահ Ջեյ Վենսի եւ կաբինետի անդամների մեծամասնության համաձայնությունը, ինչը այս պահին քիչ հավանական է։ Կանխատեսումների շուկաները մինչև 26 թվականի վերջը Թրամփի իմպիչմենտի հավանականությունը գնահատում են մոտ 11-ից 12%։ Ես անձամբ կարծում եմ, որ այս աղմուկը պարզապես նախապատրաստություն է այն գործընթացների համար, որոնք կհաջորդեն միջանկյալ ընտրություններին։ Ամերիկյան քաղաքականության մեջ հաճախ են օգտագործում կրիտիկական զանգվածի կուտակման ռազմավարությունը նախքան իշխանության իրական լծակներին տիրանալը։ Այժմ դեմոկրատները չունեն մեծամասնություն իմպիչմենտ սկսելու համար, ուստի ներկայիս մեղադրանքները փաստացի նախընտրական արշավ են։ Նրանց նպատակն է մոբիլիզացնել սեփական ընտրողին եւ վանել տատանվող
պահպանողականներին, ցույց տալով նրանց ռադիկալիզմի ռիսկերը։ Սա ըստ էության ապագայի հիմքն է, եթե միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատները վերադարձնեն վերահսկողությունը ներկայացուցիչների պալատի նկատմամբ, այժմ կուտակված մեղադրանքների թղթապանակները կդառնան պատրաստի հիմք պաշտոնական հետաքննությունների համար նոր կոնգրեսի աշխատանքի հենց առաջին օրվանից 27 թվականի հունվարին։ Փաստացի տեղի է ունենում հրետանային պատրաստություն գլխավոր ճակատամարտից առաջ, որը կսկսվի կոնգրեսի ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Անձամբ ես կարծում եմ, որ Թրամփի նման քաղաքական գործիչը արժանի է այս ամենին, եթե հիշում եք նրա նախորդ ժամկետը նույնպես ուղեկցվում էր սկանդալներով եւ իմպիչմենտի պահանջներով։ Համոզված եմ, որ Deep State-ը ցանկանում էր օգտագործել Թրամփի կերպարը, բայց ձախողեց բոլոր սպասելիքները։ Դեռ 2016-ին էլիտաների մի մասը Թրամփի մեջ տեսնում էին գործիք տառան, ռուսերեն, որն ընդունակ է ցնցել լճացած համակարգը կամ իրականացնել կոշտ բարեփոխումներ, օրինակ Չինաստանի հետ հարաբերություններում, որոնք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները չէին համարձակվում բարձրաձայնել։ Կառավարելի բարեփոխիչի փոխարեն էլիտաները ստացան անկանխատեսելի առաջնորդի, ում կառավարման ոճը քաոսը որպես մեթոդ սկսեց սպառնալ հենց պետական մեքենայի կայունությանը։ Սկանդալներն ու իմպիչմենտները նման դեպքում համակարգի պաշտպանական ռեակցիաներն են, որ փորձում է սպառել քաղաքական գործչի ռեսուրսը, այն ինչ մենք տեսնում ենք հիմա 26 թվականին Իրանի պատճառով իմպիչմենտի սպառնալիքներին ու կոշտ միգրացիոն քաղաքականությանը, փաստացի նույն սերիալի երկրորդ եթերաշրջանն է։ Նրանք, ովքեր ցանկանում էին Թրամփին օգտագործել որպես գործիք, հասկացան, որ գործիքը սկսել է աշխատել ինքնուրույն եւ հնարավոր է հենց իրենց դեմ։ Եթե Deep State-ը իրոք հիասթափված է, ապա 26 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրությունները կդառնան այն պահը, երբ Թրամփի դեմ կնետվեն բոլոր ֆինանսական եւ մեդիա ռեսուրսները։